Ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ ապդեյթ լրատվական, ես Ռաֆայել Ունացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Եվ կրկին թողարկումը սկսում ենք Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այսպիսով հանրապետության նախագահը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահական աշխատակազմը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը ողջունել է հանրապետության նախագահին, շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման մասին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արաբական Միացյալ Էմիրությունների աշխատանքային շրջագայության շրջանակներում Աբու Դաբիում Սրբոց նահատակած եկեղեցի է այցելել և հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կատարի և շրջակայից հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցելու է ապրիլի 11-ից 12-ը Անտալիայում դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջը։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ մի շարք հանդիպումներ։ Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամլոքարտուղար Արամ Թորոսյանը։ Ականապայթյունային վնասվածք ստացած Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ, ասում է Թորոսյանը իր գրառման մեջ։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը։ X-ի իր էջում գրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին։ Մեջբերեմ խոսնակի պաշտոնական խոսքը։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան, մեջբերման ավարտ։ Իդեպ գերատեսչության ներկայացուցիչը անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեկնաբանություններին։ Բադալյանի խոսքով ՄԱԿ-ի միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ 2024 թվականին տեղի ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել է առնվազն 6116-ը։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանը։ 2024 թվականի տեղի ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116։ Մենք այս վիճակագրությանը դեռ կանդրադառնանք, իսկ միայն 25 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին արձանագրվել է 988 զոհերով կամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահար, արդյունքում 60 զոհ և 1391 վիրավոր։ Այսինքն, եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, ապա կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավել զոհ, մոտ 70,000 վիրավոր և չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2-ից 3000-ը ձեռք են բերում ՑՄԱ հաշմանդամություն։ Իդեպ ես այս ամենը լսելով ակամայից հիշեցի կառավարության նախորդ շաբաթվա նիստը, որտեղ վարչապետը երթևեկության կանոնների մասին էր խոսում, վարորդական իրավունքների մասին էր խոսում, կհիշեք մենք խոսել ենք այս ամենի մասին, բայց թեմայի շարունակությամբ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մենք ծննդյան տոներին դիպլոմներ ու վարորդական իրավունքներ ստացած հասարակություն ենք,
ու երբ այսպիսի ահագնացող թվեր են հրապարակվում, բոլորս անշուշտ շատ մտահոգվում ենք, իրապես լուրջ դեմքով, բայց չենք մտածում, որ մեր մեջ քանիսն են այդ նվիրատուներն ու նվերստացողները, ուստի չենք էլ պատկերացնում, որ ամեն օր դուրս գալով փողոց, մենք գտնվում ենք ռիսկային գոտում, վտանգելով մեր կյանքը, բայց երբ խոսում ենք օրինակ վարորդների ատեստացիայի մասին, այսինքն վարորդները հանձնեն քննություն ու ապացուցի տվյալ վարորդը, որ ինքը ոչ թե ավտո քշել գիտի, այլ նա վարորդ է ճանապարհային երթևեկության կանոնների իմացությամբ եւ այսպես շարունակ։ Երբ այդ հարցը բարձրաձայնում են, ամբողջները ընդվզում են, միևնույն ժամանակ ապրելով այս չարիք երթևեկության մեջ։ Բայց եղբայր, ես չեմ կարողանում հասկանալ այդ դժգոհության պատճառը։ Եթե վարորդ ես, մանավանդ տասնամյակների փորձով, ինչու պիտի խուսափես, վախենաս հանձնել քննությունը, եթե դու վստահ ես քեզ վրա։ Մենք բոլորս այս երկրում ապրելով, մենք շատ լավ գիտենք, օրինակ, ուսուցիչը ոնց է դարձել ուսուցիչ, դասատու, ուսմասվար, դպրոցի տնօրեն, դիրեկտոր եւ այսպես շարունակ։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է կապույտ դիպլոմը դարձել կարմիր դիպլոմ եւ այսպես շարունակ։ Նույն կերպ էլ վարորդական իրավունքները ինչպես են հանձնվել։ Սա հենց այն լակմուսային թուղթն է հասարակության, որ ապացուցում է բոլորս, կամ լավ, գոնե գրեթե բոլորը, տակից ինչ-որ մի բան հաստատ արել են։ Դրա համար, ինչպես ասում է դասականը, գող սիրտը դող։ Մտածեք այդ ուղղությամբ։ Եվ քանզի խոսեցինք գողերից, մեքենաներից գողությունների խնդիր ունենք, այն էլ շատ մեծ Երևան քաղաքում, որը մեզ շատ անհանգստացնում է։ Տասնյակ խմբեր ունենք արդեն հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից, այս տեսակետն է ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Լսենք նրան։ Իրականում նման խնդիր ունենք մենք Երևան քաղաքում, ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ նույնպես շատ անհանգստացնում է, բայց դրա հետ կապված ասեմ, տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ կատարում են, ներկայացնում ենք մենք նախաքննական մարմին, վարույթներ եւ տվյալ քաղաքացիները ներկայապես գտնվում են, նորից շարունակում են իրանց սև գործը։ Բայց գիշեր ու ցերեկ ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություններ իրականացնում ենք, լրացուցիչ ծառայություններ, դուրս են գալիս լրացուցիչ գիշերային ժամերին ծառայություններ, հայտնաբերված խմբեր, ասում եմ, տասնյակ ունենք, որոնք հանդիպում են մշտական կրկնվում է որոնց մոտ։ Ես ձեր թույլտվությամբ պարոն Հովհաննիսյան, նաև հավելում անեմ, որ հիմա օրենսդրական նախաձեռնություն կա շրջանառության մեջ է, շուտով ազգային ժողովում կլինի տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները դարձնում ենք ավելի որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել այդ հանցագործության դեմ։ Շուտով այդ օրենքը ազգային ժողով կլինի, ես նաև համահեղինակ եմ եւ այս խնդիրը ձեր նշած հաշվի առնելով մենք խստացնում ենք այդ հանցագործության դարձնում ենք որակյալ, այսինքն առաջին մասից դարձնում ենք երկրորդ մաս գողության, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ պայքարենք։ Եվ կրկին գողությունից կամ վերադարձված գողոնից, ոնց ուզում եք գնահատեք, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիոնից ավել արժեքով ապօրինից ձեռք բերված գույք։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենքի ավտոտնակը, 3-ը որպես ապօրինից ձեռք բերված գույքով։ Շուկայականին մոտարկված արժեքը 5 միլիոնից ավել է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է գրառում կատարել Facebook-ում։ Եվ կրկին գողության մասին գլխավոր դատախազությունը պահանջում է ազգային ժողովի նախկին պատգամավորից բռնագանձել ուշադրություն 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5.5 միլիարդ դրամ,
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը, այսպիսով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8 անշարժ գույք Երևանում, 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք, 463 միլիոն 146 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Այս պաշտոնական հայտարարությունը տարածել է քննչական կոմիտեն։ Այսպիսով, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումներով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Տեսանյութն է մանրամասնում թեման։ Պարոն գնդապետ, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակը ուժեղացված ծառայության դուրս գալուց առաջ հրանգավորման նպատակով շարված է։ Զեկուցող գնդի հրամանատար Իսախանյան։ Ողջույն է։ Ողջույն, պարոն գնդապետ։ Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին եւ 6-ին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19 տրանսպորտային միջոցը ոչ սթափվարելու, 52-ը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ 16 անձ ավտոմեքենան վարել է առանց ապա պայմանագրի, 9 մկեցված կողային ապակիներով։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վարելիս ծխել են կամ օգտվել բջջային հեռախոսից, 41 վարորդ ծխելու, իսկ 24-ը բջջայինից օգտվելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, 15 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երրորդյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևանի պարեկները ձերբակալել եւ տարածքային բաժիններ են տեղափոխել 10 անձի։ Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները արձանագրել են 3982 իրավախախտման դեպք։ Ինչպես միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոցներ վարող անձանց հայտնաբերմանը։ Հայտնաբերվել է ոչ ստապ 32 վարորդ, 73 անձ ավտոմեքենա շահագործել է առանց ապա պայմանագրի, 157-ը առանց վարորդական իրավունքի։ Պարեկների ուշադրության կենտրոնում էին եղել նաև չամրակապված վարելու դեպքերը։ Այդպիսի 1390 վարորդ տուգանվել է։ Հայտնաբերվել են նաև տեխնիկական զննություն չանցած 356, անսարք լուսարձակներով 115 ավտոմեքենա, 123 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարելիս ծխելու համար։ Անվտանգ երթևեկություն ապահովելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Առաջին հայացքից չնչին թվացող իրավախախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ Կրկին հորդորում ենք լինել զգոն եւ պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր սկսել։ Նրա խոսքով բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մեջբերեմ պաշտոնական տեղեկագիրը։ Այսպիսով, իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես Հայաստանի հետ բարեկամներ կդառնանք, դա իրատեսական չէ։ Վստահության ձևավորման միտված նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկներ Բաքուն ստացել է վրացի
գործընկերներից։ Մենք դրական պատասխան ենք տվել եւ սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող ենք ոչ մեծ քայլեր սկսել, ասել է Ալիևը, որպես հնարավոր քայլեր նշելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաձեռնությանը, նախագծին, նշելով, որ դրա ստորագրումից հետո որևէ խոչընդոտ չի լինի համագործակցություն սկսելու համար։ Չնայած այդ ամենին, ինչ որ նա ասել է, Ալիևը նաև չի մոռացել կեղծ պնդումները, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով գնդակը հայկական կողմում է եւ չի մոռացել հիշեցնել Բաքվի հայտարարած չարչարքված այն թեզը, թե Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա։ Եվ կրկին առանձնապես խոշոր չափերով մետամֆետամինի եւ մարիխուանայի հայտնաբերում, հիշեցնեմ, որ նախորդ թողարկմանը կրկին մեծ ծավալների ապօրինի թմրանյութի բացահայտում էր արձանագրվել, որի տեսանյութը մենք ներկայացրել էինք, հերթական դեպքով եւս տեսանյութն է կիսվում ձեզ հետ, որով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ։ Չնայած կառուցվածքային փոփոխություններին այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր եւ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը։ Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել եւ մնում է բացահայտումը։ Ամեն մի բացահայտում, հատկապես երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչերն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն։ Այս բացահայտումներով նաեւ կանխվում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը, ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած, ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ։ Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում համագործակցում ենք համայնքային ոստիկանության բաժինների, մեր գործընկերների, ինչպես նաեւ իրավապահ այլ կառույցների հետ։ Բայց մեր բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է։ Վերջին շրջանում հենց այս բաժնի ուժերով բացահայտվել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու եւ իրացնելու դեպքեր։ Օրինակ, մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին։ Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան Տերյան փողոցների խաչմերուկում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 եւ 49 տարեկան երկու տղամարդու։ Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթի 6 տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ եւ հոգեմետ 2 դեղահապ։ Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի 7 տարա, մեկը կոնկրետ այլ անձի անվամբ։ Դեպքի արդիվ կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած տեղադրման դեպքերին։ Նման երկու դեպք բացահայտեցինք մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին։ Թմրանյութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին։ Ըստ օպերատիվ տեղեկության Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում եւ իրացնում էր թմրանյութ։ Ապրիլի 1-ին ժամը 18-ին ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ, ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով։ Դեպքի արդիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
մարտի 31-ին գիշերվա ժամը 2-ին մոտ։ Մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 եւ 37 տարեկան երկու տղամարդ։ Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված եւ մարիխուանայով լցված 4 փաթեթ։ Երկրորդի մոտ տեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար, ընդհանուր մոտ 90 գրամ քաշով եւ 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաեւ ծալովի դանակ։ Ըստ վերջինիս մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690,000 դրամով։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առանձնապես խոշոր չափի թմրանյութ Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին։ Այդ օրը ժամը 14:40-ին այս դեպքում միայն թմրամիջոց ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով Դավիթաշենում ձերբակալվեց եւ վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող 70 գրամից ավելի մեթամֆետամինի նման ողջ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում հենց մեթամֆետամին է։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր դեպքերով ձերբակալված անձինք դատանի որոշմամբ կալանավորվել են։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում է մեծ ռեսուրս եւ մեդիա դաշտ։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իմ գործունեության հետ։ Անկեղծ ասած կարող ենք այստեղ նաև որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակցական բնույթ եւ մեզ պարզ է եւ կարծում եմ շատերին, ովքեր եփվում են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Օգտագործվում է բավական մեծ մեդիա ռեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են ոչ թե այն մարդկանց վրա, որոնք ֆուտբոլային են եւ տեղյակ են խնդիրներից, տեղյակ են լուծման ճանապարհներից, այլ խմբերի վրա եւ թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ։ Ճիշտ ասած չեմ հասկանում, ինչ թյուրըմբռնման մասին է խոսքը, երբ առնվազն երկու խաղ մենք տեսանք իրար ետևից, մենք պարզապես ջախջախիչ պարտություն կրեցինք, հա, մեր հավաքականը։ Եվ թյուրըմբռնումը ո՞րն է այս բարագայում, որ երկրպագուն հարց է տալիս, ինչու այսպես։ Կարծում շատ բնական է եւ նորմալ, որ այդ պարտություններից հետո երկրպագուների եւ ոչ միայն երկրպագուների մոտ նման հարց կարող է առաջանալ։ Բայց ինչեւ է, եկեք գեղեցիկի մասին խոսենք, մանավանդ որ հայկական լեռնաշխարհի վայրի թագուհին Լուսանը նկատվել է Խոսրովյան բնաշխարհի տեսախցիկների առջև իր ողջ գեղեցկությամբ։ Վայրի բնության պահպանության տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Այս պահին տեսնենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը եւ ներկայացնելու ենք տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Անտալիայի դիվանագիտական ֆորումին, որը կկայանա ապրիլի 11-ից 13-ը Թուրքիայում։ Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում ասել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հրավերով Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա մասնակցելու Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Մարիա Զախարովան հավելել է, որ Լավրովը ելույթ կունենա համաժողովում եւ երկկողմ հանդիպումներ կունենա իր արտասահմանյան գործընկերների հետ։ Սպասվում է, որ երկկողմ հանդիպումներում կքննարկվեն արդի հարցեր կապված Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի եւ որոշ երկրների հետ կապված հարաբերությունների հետ, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն օրական $2 միլիարդ է ստանում մաքսատուրքերից։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը նվիրված ածխի արտադրության ավելացմանը։ $2 billion a day.
Նրա խոսքով գումար է գալիս այն մակարդակով, որը մենք նախկինում երբեք չենք տեսել։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն, կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։ Չինաստանի ժողովուրդը չպետք է զրկվի զարգանալու իր օրինական իրավունքից երկրի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Արձագանքելով ԱՄՆ-ի կողմից 104% մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուն, գերատեսչության խոսնակ Լի Ջիան ԱՄՆ-ին մեղադրել է բուլինգի գործելակերպ կիրառելու մեջ, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել ցուցաբերել հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխադարձության վերաբերմունք, ստեղծված տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար։ Ըստ պաշտոնյայի, եթե Թրամփը պնդում է, որ առևտրային պատերազմ հրահրվի, ապա Չինաստանը ստիպված կլինի պայքարել մինչև վերջ։ Հիշեցնենք, որ չինական ապրանքների համար սահմանվել են 104% մաքսատուրքեր։ Երեք Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը ուղիղ բանակցություններ են վարում։ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել եւ գնահատել ԱՄՆ-ի լրջությունը։ Նա ընդգծել է, որ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին հավաստիացումները քննարկվելիք միակ թեման է լինելու։ Նախորդին հաղորդվել էր, որ շաբաթ Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցություններ վարելու են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միգրացիոն ոլորտում Ռուսաստանի կողմից ընդունվող բոլոր նորմերը ուղղված են անվտանգության բարձրացմանը, հասարակական կարգի պահպանմանը եւ կատարելագործմանը կամ համապատասխան գործընթացների պարզեցմանը։ Անդրադառնալով Ռուսաստան այցելության համար այդ նպատակով ստեղծվող բջջային հավելվածի միջոցով այլ երկրների քաղաքացիների նախապես պարտադիր գրանցմանը, Զախարովան նշել է, որ այն վիզային ռեժիմ չի ենթադրում։ Ռուսաստանի Դաշնությունում մշակված բոլոր նախաձեռնությունները միգրացիայի կարգավորման ոլորտում ենթարկվում են նախնական մանրազնին վերլուծության, համապատասխանեցվում են մեր երկրի միջազգային պարտավորություններին, այդ թվում ԵԱՏՄ սահմաններում, նշել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչը։ ԱՄՆ ռազմական օդանավերը ապրիլի 8-ի երեկոյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուկբիլ քաղաքի բնակելի թաղամասին, որի հետևանքով առողջապահության նախարարության տեղեկություններով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է եւս 16 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին։ Բացի այդ, ԱՄՆ ռազմական օդանավերը Ջաբալ Ալ-Շահմի շրջանում 3 գրոհով թիրախավորել են Բադան թաղամասի կապի ցանցը, եւս 10 օդային հարվածների թիրախ է դարձել Նուկում լեռը, որը գտնվում է մայրաքաղաք Սանայից դեպի արևելք։ ԱՄՆ-ն նաև օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Դոմինիկյան Հանրապետության գիշերային ակումբներից մեկում համերգի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով առնվազն 98 մարդ է զոհվել։ Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հաստատված զոհերի թիվը կազմել է 98, իսկ 155 փրկվածները հոսպիտալացվել են։ Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներքիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։ Մենդեսի խոսքով փրկարարները դեռ փնտրում են Պերեսին, չնայած որ տեղեկություններ կան, որ երկիչը զոհերի թվում է։ Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը 3 օրով համազգային սուգ է հայտարարել։ Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հայտնի գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառ։
Եվ թողարկման վերջում բնականաբար եղանակի մասին ապրիլի 10-ից 14-ը հանրապետության առանձին շրջաներում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ապրիլի 11-ից 14-ը գիշերը լեռնային շրջաներում տեղումները դիտվելու են ձյան տեսքով, իսկ օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին նվազելու է եւս 5-ից 7 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։